I love Georgia and I love Georgian people. Պարոն վարչապետ, ձեզան հանգստացնում է Արթուր Օսիպյանի առողջական վիճակը։ Ես ճիշտ ասած չգիտեմ ինչ կոչի Պարոն վարչապետ, իսկ ռուսական կողմից Հայաստանի նկատմամբ սանկցիաներ դուք արհեստական լարվածություն եք համարում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունում։ Դուք նշեցիք այդ լարվածությունը արհեստական, բայց մենք տեսնենք, որ կոնկրետ գործողություններ են։ Տեսեք սանկցիաներ եք դուք ասում, բայց նման խնդիրներ անընդհատ են լինում։ Այլ բան որ հիմա լուսաբանվում է։ Այսինքն լուսաբանվում է Հայաստանում գործող ձեզ հայտնի ուժերի շրջանակների բանով հետաքրքրվածության բերումով, ծախսերով եւ այլն։ Այսինքն աշխատանքային հարցեր ԵԱՏՄ ոչ միայն Հայաստան-Ռուսաստան, ԵԱՏՄ-ի բոլոր երկրների մեջ այս կարգի աշխատանքային հարցեր լինում են ամեն անգամ Եվրասիական տնտեսական միության բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում, միջկառավարական խորհրդի նիստում, որակարգում մենք տասնյակ հարցեր ենք քննարկում, որոնք կապված են այս նման երևույթների հետ, ֆիտոսանիտարական հարցերի, ստանդարտների, արտահանումների, վերարտահանումների, ապրանքների ծագման հետ կապված խնդիրների, որովհետև բոլոր երկրներն էլ Եվրասիական տնտեսական միության շահագրգռված են եւ ընդհակառակը անհանգստացած են, որ չլինի այնպես, որ երրորդ երկրների ապրանքներ ներկրվեն ԵԱՏՄ երկիր, դառնան ԵԱՏՄ ապրանք եւ վերարտահանվեն ԵԱՏՄ ուրիշ երկիր։ Այսինքն այս process-ները մենք անընդհատ ենք, անընդհատ որովհետև այդ բոլոր ես հունիս մայիսին Եվրասիական տնտեսական միության բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում այսինքն իմ բացակայությունը հունիսի 7-ից հետո կվերադառնա նոր ուղղություններ կան Եվրամիություն արտահանումների։ Եվրամիությունը արդեն նոր ուղղություն է։ Դուք գիտեք, որ ամենակարևոր եւ հաճելի լուրը այն էր, որ Եվրամիության հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ինձ հետ հեռախոսազրույցի ընթացքում բացի էլ որ իրենք հիմա դրատապ 50 միլիոն եվրոյի աջակցություն կցուցաբերել, որպեսզի մենք որոշակի սուբսիդավորենք գյուղատնտեսական եւ այլ ապրանքների արտահանման հետ կապված արհեստական պրոբլեմները, եթե հայտնաբերեն պրոբլեմները արհեստական, եւ երկրորդը տիկին նախագահ շատ ամենակարևոր լուրը, որը փոխանցեց այն է, որ Հայաստանի Հանրապետության գյուղ ապրանքները առանց մաքսի, այսինքն ազատ մաքսային ռեժիմով կարտահանվում են Եվրոպական միություն, այսինքն բոլոր Եվրոմիության բոլոր երկրները նոր ուղղություն են դարձել։ Հայաստանի կարգավիճակի հարց, что вы скажете об угрозах Лукашенко в вашу сторону? О какой угрозе? Предупреждают вас об украинском сценарии и так далее. Александр Лукашенко. Вы знаете, это не серьезно. Պարոն վարչապետ, դեպքերին պատրաստում են Հայաստանի կարգավիճակի հարցը քննարկել ԵԱՏՄ-ում, ԵԱՏՄ բանկամպետություններում եւ դա բացի դրանից էլ մի քանի օր առաջ ընդունված հայտարարությամբ կոչ էին անում, որպեսզի հանրակրվե իրականացվի ԵԱՏՄ, թե ԵՄ ուղղության առումով։ Մենք այս առումով դες են կարողանալու նախ կարգավիճակի մասով արդյոք կարող են զրկել Հայաստանի ԵԱՏՄ անդամպետության կարգավիճակից եւ հանրակրվեի մասով խնդրում եմ։ Չեն կարող Հայաստանը զրկել Եվրասիական տնտեսական միության կարգավիճակից եւ Եվրասիական տնտեսական միությունում բոլոր որոշումները կայացվում են կոնսենսուսով եւ Հայաստանի Հանրապետությունը հետեւաբար ունի նաեւ վետոյի իրավունք եւ բոլոր երկրները, ինչու՞ միայն Հայաստանի Հանրապետությունը։ Ինչ վերաբերում է հանրակրվեին, հանրակրվե տեղի կունենա այն ժամանակ, երբ որ լինի հանրակրվեի առարկա։ Իսկ հանրակրվեի առարկան առնվազն Հայաստանը պետք է դիմաց լինի պաշտոնապես Եվրոպական միության անդամ դառնալու հարցում կամ պետք է ունենա Եվրոպական միության անդամ երկրի կարգավիճակ։ Այդ երկուսից ոչ մեկը չկա այս պահին եւ ես գործընկերոջ ասեցի, որովհետեւ մենք օբյեկտիվորեն մենք գիտենք, չէ՞ որ մենք պատրաստ չենք այդ կարգավիճակը, մենք դեռ պետք է բարեփոխվենք։ Այսինքն ինչու ենք ուղղակի ձևի համար դիմում աղմուկ աղաղակ անելու համար, մենք հիմա հանդարտ կշարունակենք բարեփոխումների ճանապարհը, երբ որ նաև Եվրոպական միության մեր գործընկերների գնահատականը կլինի
Մենք այսօր լուրջ խնդիրներ ունենք ինստիտուցիոն սկսած դատական համակարգի անկախության եւ այլն հարցեր ունենք, որոնք պետք է լուծենք։ Այսինքն դա ինքնանպատակ չի մեզ համար եւ ես ասել եմ նաեւ որ Եվրոպական միության անդամ գրևելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագիծը ես ընկալում եմ նաև մեզ համար լրացուցիչ խթան, որ մենք շարունակենք նույն տեմպով մեր բարեփոխումների օրակարգը եւ գնանք այդ ճանապարհով։ Երբ որ մենք կամ Եմեն է, պարոն Փաշինյան, ստացվում է մենք սպասում ենք միջև պատրաստվենք Եվրամիությանը, հետո դուրս գան ԵԱՏՄ-ի։ Դա ես չեմ կարող որոշել։ Իմ խնդիրն է, որ Հայաստանի ժողովուրդը ունենա այլ ընտրանքներ, Հայաստանի ժողովուրդը իր քվեարկությամբ կորոշի ինչ ճանապարհով ենք մենք գնում։ Եվ այս առումով ես կարծում եմ, որ օրինակ ես որպես Եվրասիական տնտեսական միության երկրի անդամ եւ բարձրագույն պաշտոնյա Եվրասիական տնտեսական միության, ես կարծում եմ ԵԱՏՄ-ի մեր գործընկերները մի փոքր տակտիկական ճիշտ չեն մոտենում հարցին եւ որոշ հայտարարություններով փոխանակ ԵԱՏՄ-ի համարումը եւ ԵԱՏՄ-ի ընկալումը մեր երկրում Հայաստանում բարձրացրել, ամեն ինչ անում են, որ ԵԱՏՄ-ի ընկալումը մեր երկրում ինչնի։ Այսինքն հետո մարդիկ են չեն որոշելու, ես չեմ որոշելու, դա հնարավոր էլ չի։ Ես չեմ որոշել։ How European Union can help? Կհամարեք, որ արդեն հանրաքվեի հարցը հասունացած է։ Տեսացի, որ մենք պետք է դիմաց Դե նկատի ունեմ, երբ Հայաստանը կորոշի սկսել այս փուլում մենք բարեփոխումների մասին ենք խոսում։ Հիմա դուք էլ չէ լրագրողները բազմաթիվ հարցեր եք բարձրացնում դատական համակարգի հետ կապված, չգիտեմ, հակակոռուպցիոն պայքարի հետ կապված։ Այդ բոլոր տեղերում մենք պետք է հասնենք մի այլ մակարդակի, որպեսզի մենք օբյեկտիվորեն մեզ առողջացնենք, ասենք գիտենք, ինչ մենք արդեն այդքան հասունացել ենք, որ կարող ենք այլ մոտավոր ժամկետներ մտքում։ Հնարավորինս արագ փորձենք բարեփոխումներ անել, այդ թվում տեսեք մենք հիմա այդ թվում զանգվածային լրատվության միջոցների ոլորտում ենք շատ կարևոր բարեփոխում պատրաստում, մասնավորապես համընդհանուր հայտարարագրման համակարգում մենք շուտով կամ արդեն ընդունել ենք կամ շուտով կընդունենք կարգավորում, որ քաղաքացիները իրենց Արմատ մեջան փակվել։ Եվ ինչին հրահանգել, պարոն Փաշինյան, ինչու փակվեց Արմատ մեջան։ Պատասխանենք հարցերին։ Իմ հարցին եւս խնդրում եմ պատասխանեք, ես չեմ լսում։ Արմատ մեջան ինչու փակվեց, ձեր հրահանգով են, ձեր պարգևատրած քննիչը անձամբ փակել։ Ես ձեզ համար վատ նորություն ունեմ, գաղափար չունեմ Արմատ մեդիայի գործունեության մասին։ Բայց փակել եք տվել։ Ինչպես կարող եմ ես փակել տալ մի Ձեր որի պարգևատրած քննիչը փակեց։ Այս չկասրի How European Union can help Armenia handle pressure from Russian sanctions? Բարոն Փաշինյան, Իրոք ինչ հարց է պատասխանում։ Փաշինյան, Բարեփոխում օրինակ համընդհանուր հայտարարագրման համակարգով մենք կարգավորում ենք դնում, որ քաղաքացին հայտարարագիր լրացնելուց հետո որոշակի գումար կարողանա նվիրել որոշակի լրատվամիջոցի եւ հասարակական կազմակերպության, որպեսզի նաեւ քաղաքացիները իրենց քվեարկությամբ եւ ֆինանսավորմամբ լրատվամիջոցներին հասարակական կազմակերպություններին աջակցեն։ Եվ այլն եւ այդպես շարունակ, այսինքն ես որ Հայաստանը դիմի Եվրոպական միություն, ես որ Եվրոպական միության պաշտոնյա ինքը նայելով քննարկելով օբյեկտիվորեն ասեմ, որ մենք այսօր պատրաստ ենք, ոչ մենք մենք բարեփոխումները պիտի շարունակենք եւ դա այդ օրենքի միջոցով նաեւ շատ հստակ եւ շատ վառ արտահայտություն այն բանից, որ մենք ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհից չենք հրաժարվի ոչ մի պարագայում, չենք հրաժարվի ոչ մի պարագայում, որովհետեւ ժողովրդավարական բարեփոխումները բարդություններ են, վերելքներ ունեն, վայրեջքներ ունեն, բայց ռազմավարություն How Europe can help Armenia? Արտահանմանը, եթե ոչ ձեր գնահատմամբ, ինչքան ժամանակից կպատրաստ կլինի եւ ինչ է արվում։ Դե գիտեք, գյուղի թեք հետ կապված ես ասացի, որ պատրաստվելու բան մենակ կազմակերպչական, որովհետեւ եթե մաքսահարկի խնդիր լուծում է Եվրամիությունը, իսկ Եվրամիության խնդիրը նախաձեռնված կարող է համարել դա լուծված հարց է, ոչ չեմ տեսնում։ Արդյունք, իմիջիայլոց հարգելի գործընկերներ, չմոռանայինք, որ վերջին տարիներին դեպի Եվրամիություն էր արտահանը կրկնապատկվել, դեպի Չինաստան կրկնապատկվել, դեպի Հնդկաստան 87% աճ ունեցել,
Եվ մենք այդ դիվերսիֆիկացիայի քաղաքականությունը շարունակենք։ Будем дальше развивать наши стратегические отношения. Ինչու որոշեցիք նապանակաշիթել Արմատ Մեդիան։